Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, Հայացք Սյունիքից հաղորդաշարի 4-րդ թողարկումն է, ինչպես հայտարարել ենք նախապես, հաղորդաշարի նպատակն է ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել Սյունիքի մարզի հիմնախնդիրների վրա եւ փորձել հստակեցնել յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշումը սյունեցիներից մտահոգող հիմնահարցերի վրա։ Մեր հյուրը այսօր Իրինա Յոլյանն է, նա ոչ միայն Գորիսում, ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ հանրապետությունում ճանաչված Գերդաստանի դուստր է, բայց այսօր հանդիպում ենք ոչ այդ առիթով, այլ մեկ այլ առիթով։ Իրինա Յոլյանը Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ազգային ժողովի падգամավորի թեկնածու է եւ մեր զրույցը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Տիկին Յոլյան, ողջունում ենք ձեր այցը Սյունյաց երկիր թերթի տաղավար եւ ակնկալում ենք հետաքրքիր զրույց։ Շնորհակալ եմ, պարոն Ալեքսանյան, հրավերի համար։ Տիկին Յոլյան, Գորիսյան հասարակական քաղաքական կյանքը վերջին մի քանի տարվա կտրվածքով պայմանավորված էր նաև ձեր ակտիվ դերակատարությամբ, ես չեմ հիշում մի միջոցառում հանրային նշանակության, որին դուք չեք մասնակցել։ Եվ հանկարծ ձեզ տեսնում ենք Ուժեղ Հայաստան կուսակցության շարքերում կամ կուսակցության կողքին։ Ինչով է պայմանավորված ձեր այդ դիրքորոշումը կամ դիրքորոշման փոփոխությունը կամ դիրքորոշման հստակեցումը, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, իրապես իմ մասնակցությունը Սամվել Կարապետյանի թիմին անդամակցելը ինքնանպատակ չէ եւ շատ հիմնավոր պատճառներ կան դրա համար։ Ես իմ գործունեության վերջին 9 տարիներին աշխատելով տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին դժվար ժամանակահատված էր այդ 9 տարիները, որովհետեւ կոവിഡ് էր, դրանից հետո պատերազմ, հետո հետպատերազմական ճգնաժամ, նաեւ դրանից հետո Արցախի բռնի տեղահանում եւ այդ մարտահրավերներով լի տարիները ինձ համար հիմք էին, որպեսզի ես ամբողջապես պատկերացնեի այն համակարգային խնդիրները, այն ճեղքերը, որոնք խոչընդոտում են մեր երկրի զարգացմանը։ Առավելապես հիմա, երբ որ մեր երկիրը իսկապես լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, մենք տեսնում ենք, որ անդադար միակողմանի զիջումները մեր երկիրը որքանով են թուլացնում։ Մենք տեսնում ենք հասարակության մեջ պառակտվածություն, ատելությունը որքանով է խորանում, որը եւս մեր երկրի հիմքերը քանդում է։ Մենք տեսնում ենք, որ մեր երկրում աղքատությունը չի հաղթահարվում եւ իրապես այս իրավիճակում շատ կարեւոր է, որպեսզի մենք ունենանք ուժեղ առաջնորդ։ Սամվել Կարապետյանը լինելով ազգային բարերար, բավականին լուրջ ներդրումներ է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծելով, տնտեսությունը առողջացնելով եւ գործով ապացուցել է, որ իրապես ունի հայրենասիրություն եւ նպաստում է հայրենիքի զարգացմանը։ Այս իմաստով կարեւորում է, որպեսզի մենք ունենանք միջազգային կշիռ ունեցող ղեկավար, ով հավասարակշռված մոտեցումներով կարող է իսկապես Հայաստանին բերել զարգացում եւ կայուն արժանապատիվ խաղաղություն։ Եվ այդ ամենով պայմանավորված դուք հստակեցրել եք ձեր դիրքորոշումը, շատ լավ։ Դուք ընդգրկված եք, Տիկին Յոլյան, Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում եւ զբաղեցնում եք 12-րդ հորիզոնականը։ Հաշվի առնելով ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի վարկանիշը, հիմա տեսնում եք գրեթե շաբաթը մեկ մենք գործ ենք ունենում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, հաշվի առնելով այդ տեղեկությունները կարող ենք ենթադրել, որ դուք անցողիկ տեղում եք։ Նախ ես ուզում եմ եւ անձամբ իմ անունից եւ մեր խմբագրակազմի անունից շնորհավորել ձեզ քաղաքական այդ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ եւ անձամբ ձեզ մենք հաջողություններ ենք ցանկանում։ Շնորհակալ եմ։ Այդ հարցումները ցույց են տալիս նաեւ կամ ելնելով այդ հարցումներից կարող ենք ասել իսկապես, որ դուք անցողիկ տեղում եք եւ մոտ ապագայում մեր խորհրդարանում կներկայացնեք եւ Գորիսը եւ Սյունիքը։ Հետևաբար կուզենայինք սյունեցիներից մտահոգող մի քանի գուցեև դժվարին հարցեր քննարկել ձեզ հետ։ Այսպես, առաջին հարցը, որ այդ իմաստով ես կուզենայի ձեզ հետ քննարկել եւ ձեր պատասխանը ստանալ, հետեւյալն է։ Նախընտրական քարոզի գլխավոր հարցերից մեկը
եթե ոչ ամենագլխավորը խաղաղության եւ պատերազմի հարցն է։ Սյունիքում խաղաղության եւ պատերազմի վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, որը ամենևին էլ չի համընկնում իշխող քաղաքական ուժի պատկերացումներին, բայց այսօր ես չեմ ուզում խորանալ համընդհանուր սյունիքյան դիրքորոշման մեջ։ Մենք ուզում ենք իմանալ ձեր քաղաքական ուժի դիրքորոշումը այդ հարցում, ուզում ենք իմանալ ինչպես եք պատկերացնում խաղաղության ապահովումը մեր տարածաշրջանում։ Միթե հիմնավորված կամ ողջամիտ եք համարում իշխող քաղաքական ուժի այն թեզը, եթե մենք չլինենք, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ահա այս պատերազմ եւ խաղաղություն, այս հարցերի բախման կիզակետում կուզենայինք իմանալ ձեր քաղաքական ուժի տեսակետը եւ պատկերացումները, խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար, պարոն Ալեքսանյան, տեսեք, գործող իշխանությունը ամենաշատն է խոսում խաղաղությունից, բայց փաստ է, որ վերջին 8 տարիներին ամենաշատ պատերազմները հենց այս իշխանության օրոք են եղել, 3 պատերազմ։ Եվ այսօր իշխանությունը ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի 4-րդ անգամ պատերազմ չլինի։ Ես ինքս անընդհատ սահմանամերձ բնակավայրերում եմ, խոսում եմ մեր բնակիչների հետ եւ շատ իրատեսական հարցեր են բարձրացում նաեւ մեր բնակիչների կողմից սահմանամերձ բնակավայրերում։ Օրինակ, եթե տարիներ առաջ հակառակորդի զինված ուժերը մեզնից մի քանի 100 կիլոմետր այն կողմային, Արցախը վահաներ Սյունիքի համար, այսօր հակառակորդի զինված ուժերը կանգնած են մեր սուվերեն տարածքում եւ մեր սուվերեն տարածքի բարձունքներից վերահսկում են մեր խաղաղ բնակչությանը եւ հետեւաբար հարց են բարձրացնում շատ հաճախ, արդյոք սա է իրական խաղաղությունը։ Մենք միանշանակ ասում ենք ոչ, որովհետեւ իրական խաղաղությունը պետք է լինի ուժեղ առաջնորդի առաջնորդությամբ, ով ունի հստակ ծրագիր, այս դեպքում ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանն առաջարկում է ուժեղ խաղաղության ծրագիրը, որը իրենից ենթադրում է 6 դրույթներ։ Դա ուժեղ դիվանագիտությունն է, որովհետեւ մենք դիվանագիտական, այսպես ասած, ճակատում կարողանանք խաղաղ ձևով խաղաղության հարցը կարգավորել, դա ուժեղ բանակն է, պաշտպանված երկինքը, խելացի սահման, արժանապատիվ ծառայություն եւ տեղական ռազմարդյունաբերություն։ Այս ամբողջական մոդելում մենք պատկերացնում ենք հստակ գործողություններով խաղաղության կայուն եւ երկարաժամկետ խաղաղության մոդել, որի արդյունքում մենք իսկապես կունենանք ոչ թե խոստումների հիման վրա խաղաղություն, այլ իրավական հիմքերով, անհրաժեշտ համաձայնագրերով եւ մի քանի երաշխավորներով ամրագրված խաղաղություն։ Եվ սա առաջին հերթին պետք է արվի ուժեղ դիվանագիտության միջոցով, բանակցային գործընթացների միջոցով, միայն ուժեղ տնտեսապես զարգացած պետության մեջ մենք կարող ենք ունենալ ուժեղ խաղաղություն։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ խաղաղության հետ կապված ուղղակիորեն կապված ես ուզում եմ մենք շարունակենք այդ խոսակցությունը եւ անդրադառնանք այս դեպքում Թրամփի ուղուն կամ թրիփին, որը եթե անկեղծ լինեք Ադրբեջանի ու Թուրքիայի դարերով երազած Զանգեզուրի միջանցքն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության ձեր քաղաքական թիմի կարծիքը կուզենայինք իմանալ, հատկապես իրանական պատերազմից հետո ստեղծված ռազմաքաղաքական նոր իրավիճակում, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ առաջին անգամ մենք իմացանք այս ծրագրի մասին, դա բոլորովին այլ ընկալում ուներ, իսկ այսօր իրանական պատերազմից հետո բոլորովին այլ ընկալում ունի, եւ շատ կուզենայի նաև իմանալ ձեր քաղաքական ուժի կարծիքը, խնդրեմ։ Մեր քաղաքական ուժը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ արդեն իսկ հայտարարել է, որ մենք ոչինչ զրոյական կետից չենք սկսելու, որովհետև դրա արդյունքն էլ ենք տեսել, ինչպես է լինում։ Մենք հետևյալն ենք ասում, որ Թրամփի ուղու տրամաբանության մեջ փաստաթուղթը, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես է գալիս վկայի կարգավիճակում, սա մեզ համար քայլ է, որպեսզի մենք հետագայում այն լավարկենք։ Հետևյալ իմաստով, որպեսզի մենք ունենանք ուժեղ խաղաղություն եւ ամրագրված խաղաղություն, մենք պետք է ունենանք
մեկից ավելի երաշխավոր։ Մեկ երաշխավորի պարագայում մենք արդյունքը տեսանք նաև Արցախյան պատերազմի ժամանակ, եւ սա մեզ համար դասեր քաղելու հիմք է, որպեսզի մենք ոչ թե մեկ երաշխավոր ունենանք, այլ մի քանի երաշխավոր ունենանք։ Եվ մի քանի երաշխավորների պարագայում մենք կարող ենք ունենալ ուժեղ խաղաղություն։ Դե ներողություն Տիկին Յուլիան, բացի դրանից նաև ինքը միջազգային տրամաբանությունը կոնկրետ մեծ սյունեցիներիս համար հասկանալի չէ։ Այդ դա շատ կարևոր է։ Մեզ համար հստակ սահմանված են կարմիր գծեր, որևէ լոգիստիկ հարցեր լուծվելու պարագայում մենք պետք է առաջնահերթություն տանք եւ երբևէ սակարկման թեմա չդարձնենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցը։ Բոլոր բանակցությունների օրակարգում մենք պետք է ունենանք եւ հստակ ունենալու ենք այս կարմիր գծերը։ Լոգիստիկ իմաստով, այո, Հայաստանը դիրքավորված է այնպես, որ իսկապես շահագրգիռ հարևան երկրներ կան, ովքեր առաջին անգամը չէ, որ հայտարարել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նաև իրենց համար է կարմիր գիծ։ Եվ մենք պետք է կարողանանք, այսպես ասած, դիվանագիտական ճակատում այս հարցը լուծել մեր հարևան երկրների հետ, հույս ունենալով, որ Իրանը, բարեկամ երկիր Իրանը, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները կկարողանան այս կոնֆլիկտային վիճակից դուրս գալ եւ մենք կկարողանանք բանակցությունների միջոցով հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային շահը օրակարգ բերել այնպիսի հարցեր, որոնք որ բխում են նորից եմ ասում մեր տարածքային ամբողջականության պահպանման համատեքստից։ Այսինքն տարանցիկ ճանապարհ մեր մաքսային ծառայությամբ, մեր օրենքների ուրեմն գործողությամբ, օրենքներով եւ ոչ թե միջազգային տրամաբանություն։ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ վերահսկողությամբ, պարոն Ալեքսանյան։ Սա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Մենք հասկացանք իրար եւ ես ուրախ եմ, որ ձեր քաղաքական ուժը նման դիրքորոշում ունի։ Եվ տրամաբանական շարունակությունը մեր խոսակցության այս սյունիկում չեն հասկանում նաև ինչ ասել է սահմանազատում եւ սահմանագծում, մանավանդ որ հանձնաժողովի հայկական կողմի հանձնաժողովի հայտարարություններից մեկում կամ վերջին հայտարարություններից մեկում ասվեց, որ պետք է արտահերթ, դա իմիջիայլոց Թրամփի ուղու այդ տեսլականը հռչակելուց հետո, որ արտահերթ կարգով պետք է սահմանազատում եւ սահմանագծումը սկսեն Սյունիքի մարզից։ Եվ մեզանում Սյունիքում այսպիսի մի շատ ռեալ հարց է ուրեմն մտահոգում։ Վերջին 100 տարում դուք հավանաբար տեղյակ եք, Սյունիքի արևելյան սահմանները երկու անգամ սահմանագծվել եւ սահմանազատվել են, մեկը 20-ական թվականներին, ընդ որում առաջինի ժամանակ մեր Աքսել Բակունցն էր նաեւ այդ հանձնաժողովի անդամը եւ երկրորդ անգամ 1980-ական թվականներին։ Այսինքն խորհրդային միության փլուզման պահին Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց նկատմամբ այդ հատվածում տարածքային պահանջներ չեն ունեցել։ Այդ դեպքում ինչ իմաստ ունի երրորդ անգամ արդեն իսկ ճշտված սահմանները վերաճշտել։ Տեսեք, պարոն Ալեքսանյան, մի քիչ առաջ ես նշեցի, թե որոնք են մեր կարմիր գծերը, մեր քաղաքական ուժի համար, ինչ է նշանակում կարմիր գիծը։ Մենք պետք է մշտապես հղում անենք տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ինքնիշխանության պահպանմանը։ Մենք գիտենք, որ այսօր հակառակորդը 240 քառակուսի կիլոմետր տարածք մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացրել է եւ մենք այո խնդիր ունենք դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով այս հարցը բերել միջազգային իրավունքի տեսանկյունից օրակարգ։ Մեր բոլոր գործողությունները պետք է բխեն ազգային շահից եւ ազգային անվտանգության շահից, մեր ինքնիշխանության եւ պետականության պահպանման շրջանակներից։ Այս իմաստով իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մենք միջազգային իրավունքի տեսանկյունից կարողանանք այն բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացրեցիք, ի օգուտ Հայաստանի Հանրապետության լուծել։ Եվ եթե թույլ իշխանություն ես եւ անընդհատ գնում ես զիջման ճանապարհով, սակարկման հարցեր առաջ քաշելով միակողմանի, բնականաբար մենք ունենում ենք այն իրավիճակը, ինչ որ ունենք այսօր, բայց եթե մենք ունենում ենք ուժեղ առաջնորդ, ով ուժեղ դիրքից բանակցային գործընթացում նաեւ երկրի պետական շահն է առաջ տանում, մենք իհարկե ձգտում ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով բանակցային գործընթացների միջոցով ի նպաստ Հայաստանի Հանրապետության կարողանանք գտնել լուծումներ։ Այսինքն հազարավոր հեկտար հողատարածքները, որ ներկայումս բռնազավթված են
Ադրբեջանի կողմից, կամ մեր ճանապարհները, որ բռնազավթված են Ադրբեջանի կողմից, դրանք վերադարձնելու կամ հետ բերելու ճանապարհը դուք համարում եք բանակցությունները։ Այս դեպքում միշտ մի հարց են հնչեցնում եւ ես չեմ կարողանում պատասխանել դրան։ Դուք անձամբ հավատում եք, որ Ադրբեջանը նկատի ունենալով Ադրբեջանի ղեկավարության այսօրվա ագրեսիվ հռետորաբանությունը, նրանք կարող են կամ կգնան այս ճանապարհով այդ տարածքներից իրենց զորքերը դուրս քաշելու քայլին։ Շատ տեղին հարց եք բարձրացնում, պարոն Ալեքսանյան, մենք տեսնում ենք նաև մեր հակառակորդ երկրի հռետորաբանությունը, ընդամենը մի 1-2 շաբաթ առաջ, երբ որ երկրի ղեկավարը Ադրբեջանի հայտարարում է, որ Հայաստանի օդային տարածքը մենք օգտագործում ենք եւ որևէ մեկին չենք հարցնում, մենք հենց դրա համար ենք ասում, որ եթե չկան երաշխավորներ, չենք կարող ասել, որ խաղաղությունը երաշխավորված է։ Եվ հենց դրա համար ենք ասում, որ մենք պետք է ունենանք մեկից ավելի երաշխավոր երկրներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման։ Նաև իրենց տեսանկյունից, որովհետև օրինակ նույն լոգիստիկ առումով մենք տեսնում ենք, մենք գիտենք, որ Չինաստանից Եվրոպա ամենակարճ ցամաքային տարածքը Հայաստանն է եւ այս իմաստով մենք պետք է կարողանանք տարածաշրջանում կայունության հաստատման, խաղաղության հաստատման տեսանկյունից մեր հարևան երկրների համար Հայաստանը նաեւ հանդիսանում է հավասարակշռող միջավայր ստեղծող երկիր եւ մենք պետք է կարողանանք ուժեղի դիրքերից բանակցելով հասնել մի իրավիճակի, որ կարողանանք այս իրավիճակը իշահ Հայաստանի Հանրապետության օգտագործել։ Ես ձեզ հասկացա, Տիկին Յուլիան։ Հիմա մենք ես ուզում եմ միասին մենք զրուցենք, քննարկենք գյուղապահպանության մասին կամ գյուղապահպանության խնդիրը։ Սյունիքի լինելիության գրավականներից մեկը, ես սա կարող եմ ասել դարերի կտրվածքով, եղել են մեր ամուր կենսունակ գյուղերը, բայց այսօր մեր գյուղերի վիճակը, հատկապես լեռնային եւ սահմանամերձ գյուղերի վիճակը շատ մտահոգիչ է։ Եվ կարող եմ ես թվարկել բազմաթիվ գյուղեր, որոնք ներկայումս գտնվում են իսկապես հոգեվարքի մեջ։ Եվ եթե Աստված մի առասե նոր կառավարությունը չորթեգրի նոր քաղաքականություն գյուղապահպանության հարցում, ապա մոտակա տարիներին մենք գյուղեր ենք կորցնելու։ Իսկ Սյունիքում գյուղեր կորցնել կամ Սյունիքում գյուղեր թուլացնել, դուք շատ լավ գիտեք, որ դա ինչ հետևանքներ կարող է ունենալու։ Սահմանների թուլացում, երկրամասի թուլացում եւ ընդհանրապես Սյունիքը կզրկվի իր պատմական նշանակությունից, իր պատմական առաքելությունից։ Իսկ Սյունիքի պատմական առաքելությունը, գիտեք, հայոց պետականության ողնաշարի դերը կատարելու առաքելությունն է։ Հիմա մենք գյուղապահպանության խնդիրը ինչպես է կարողանալու լուծել, որը կրկնում եմ Սյունիքի ամենամտահոգիչ հարցերից մեկն է։ Բավականին լուրջ համակարգային խնդիրներ կան, պարոն Ալեքսանյան, եւ այո, դուք շատ ճիշտ եք, որ մենք բնակավայրերում ունենք ժողովրդագրության լուրջ խնդիրներ։ Դրանց պատճառահետևանքային կապը բավականին, այսպես ասած, բազմազան է։ Աշխատատեղերից սկսած, ծառայությունների հիմնում, ծառայությունների որակի բարելավում, ժողովրդագրական խնդիրներ առաջանում են շատ տարբեր իրողություններով պայմանավորված։ Գյուղում ապրելը պիտի լինի տնտեսապես հետաքրքիր եւ ձեռնտու, այո, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք, որ գյուղատնտեսության մեջ մենք իրականում շատ տաղանդավոր ազգ ենք, որովհետեւ նաեւ այսօր ամբողջ աշխարհում մեր հայերը մենք տեսնում ենք, որ ինչ ազդեցություն ունեն տարբեր ոլորտների զարգացման գործում։ Այո, մենք պիտի այնպիսի գրավիչ երկիր կարողանանք ստեղծել, որ բոլորը հետ վերադառնան եւ իրենց էներգիան, իրենց ներուժը օգտագործեն մեր երկրի զարգացման համար։ Բնակավայրերում ինքս այցելելով գյուղեր տեսնում եմ, որ մարդկանց համար թիվ 1 խնդիրը կայուն եկամուտ ունենալն է։ Առաջին հերթին գյուղացին ապրում է գյուղում, կռիվ է տալիս հողի հետ, բարիք է ստեղծում, բայց վնասով է աշխատում։ Գնում է վարկ է վերցնում բանկերից, գյուղատնտեսական մթերք է արտադրում, եթե ժամկետների հետ կապված այդ մթերքը
ինքը փչացող է, ամբողջ չի կարողանում իրացման, սպառման խնդիր լուծի, շատ դեպքերում նաև ուրիշ հարցեր կան կազմակերպչական, օրինակ այդ մթերքի փաթեթավորումը, շուկաներ գտնելը, հասցնել սպառողին, այս ամբողջ process-ը, այսինքն արտադրողից մինչև սպառող այս process-ը գյուղացին վերցնում է իր ուսերին եւ գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ այնքան գրավիչ։ Աշխատատեղերի ստեղծման հետ կապված եւ դա ամենագլխավոր հարցն է աշխատատեղերի ստեղծումը գյուղում։ Այո, գյուղատնտեսությունը գրավիչ դարձնելու եւ եկամտաբեր դարձնելու տեսանկյունից մենք առաջարկում ենք ստեղծել մթերման կայաններ։ Հնարավորություն տալ, օրինակ շատ տարբեր գյուղեր իրենք արդեն ունեն որոշակի, այսպես ասած, իրենց բրենդը արտադրության հետ կապված։ Օրինակ լոբի, պոպոկ, չգիտեմ, օղի, հազարումի հնարավորություններ կան, ինչպես ասեցի, մեր ժողովուրդը տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ են, մի փոքր գործիքակազմ տալիս ես ու տեսնում ես, որ դրա արդյունքը իրենք կարողանում են, ինչպես ասում են, քարից հաց ստեղծել։ Մեր խնդիրն է ստեղծել լոգիստիկ կենտրոններ, մթերման կենտրոններ, որտեղ կենտրոնացված ձևով այդ ամբողջ գյուղատնտեսական արժեշղթան կկազմակերպվի։ Այսինքն մարդիկ կարող են ոչ թե գնալ վարկ վերցնել պարարտանյութի համար եւ այլնի համար, սերմացուի համար, այդ կենտրոններից կարող են վերցնել, հետո բնամթերքի տեսքով հետ վերադարձնել, մյուս կողմից ծառայությունը մոտեցնում ենք գյուղացուն։ Ներողություն, որքանով տեղյակ եմ նաև ձեր խոստացած 300 կուսակցության խոստացած 300,000 աշխատատեղի մի մասը նաև պլանավորվում է Սյունիքում, նաև գյուղական բնակավայրերում։ Այո։ Ես ճիշտ եմ հիշում։ Ճիշտ եք հիշում եւ դրա հիմնական գործառույթը արդյունաբերականությունն է։ Մենք տեսել ենք, որ ժամանակին յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր համայնք ինքը ունեցել է արտադրական պոտենցիալ։ Մեր խնդիրն է այդ ամեն ինչը քարտեզագրման արդյունքում մենք ստեղծենք հնարավորություններ աշխատատեղերի համար։ Նախ միջավայրը դարձնել ներդրումների տեսանկյունից գրավիչ, որովհետև այսօր տեսնում ենք, որ օրինակ գործարար միջավայրի համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում։ Ներդրումներ անելու համար հազարումի բյուրոկրատական հարցեր կա, որ պիտի կարողանան լուծել, փաստաթղթեր, թույլտվություններ եւ այլն։ Դրանից հետո մենք անընդհատ բիզնեսին ներդրումային միջավայրը նեղացնում ենք եւ բարդացնում ենք բիզնեսի կյանքը։ Ներողություն, դուք շատ կարևոր ուրեմն ուղղությունների անդրադարձակ, ես համոզված եմ եւ համաձայն եմ ձեզ հետ, դրանցից յուրաքանչյուրը շատ կարևոր է գյուղապահպանության համար, բայց կա մի հանգամանք, որը իրականանալու դեպքում կարող է զրոյացնել ձեր բոլոր ասածը, ձեր ներդրումները, ձեր աշխատատեղերի բացումը։ Ես նկատի ունեմ ԿԳՄՍ նախարարի հրամանը, որով նախատեսում է 200-ից ավելի հանրակրթական դպրոցի փակում, որքան էլ անունը դնեն օպտիմալացում, եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել այդ ծրագիրը իրականանալու դեպքում մի շարք գյուղեր, մոտ 27 կամ 30 գյուղում մենք կբախվենք շատ տխուր իրողության հետ։ Եվ գյուղապահպանության ծրագիրը ձեր ասածը իջիկ կդառնա, եթե մենք գյուղում դպրոցը, եթե մենք օրինակ ասենք Վաղատուր Խոզնավարում դպրոցը փակենք, երեխաները տեղափոխվեն ամեն օր Խնածախ եւ հակառակը, դա ինքը հարցականի տակ կդնի ձեր ասած գյուղապահպանության մեր երազանքի իրականացումը։ Միանշանակ ճիշտ եք, մենք դեմ ենք այդ գործընթացին, եթե մենք խնդիրներ ունենք, օրինակ որևէ բնակավայրում աշակերտների թվի հետ կապված, երթևեկողացուցիչների հետ կապված, այսինքն եթե կա խնդիր առհասարակ որևէ ոլորտում, մեր դիրքորոշումն այն է, որ ոչ թե ուղղակի փակել, այլ լուծումները գտնել։ Եթե դպրոցներում քիչ երեխաներ կան, այդ հիմքով կամ այլ պատճառաբանությունների հիմքով չի նշանակում, որ մենք պետք է դպրոցները փակենք եւ այդ ծառայությունները հանենք, որովհետեւ եւ աշխարհագրական իմաստով նաեւ ինչքանով հեշտ է երեխաների համար մի գյուղից անվտանգության տեսանկյունից ճանապարհների դժվար անցանելիության ձմեռային վիճակը ճանապարհների ձմեռային վիճակը, այսինքն բազմապիսի մարտահրավերներ կան, որոնք այո այսօր տարբեր բնակավայրեր այցելելով նույն ձեր նշած բնակավայրերը մարդիկ նշում են, որ եթե տեղափոխություն լինի, գյուղում մնալը ընդհանրապես դառնում է անիպաստ։ Ինչ է նշանակում Դավիթ Բեկ գյուղում կամ Արծվանիկում, ներողություն, Արծվանիկը սխալ ասացի, Դավիթ Բեկում կամ Լեռնաձորում մոտ 80 աշակերտի պարագայում
դպրոցը օպտիմալացնել, ինչ է, միթե 80 աշակերտը, 70 աշակերտը դա փոքր թիվ է լեռնային գյուղի պայմաններում։ Մենք պետք է բնակավայրերում ծառայությունները դարձնենք հասանելի։ Դա կլինի կրթություն, դա կլինի սոցիալական ծառայություններ, ցանկացած ծառայություն, ոչ թե պետք է բնակչից հեռուացնենք, նրա կյանքը դժվարացնենք։ Այո, ընդհակառակը պետք է միջամտություններ իրականացվեն տարբեր ծրագրերի միջոցով, տարբեր նախաձեռնությունների միջոցով, որպեսզի հասանելի դառնան ծառայությունները։ Մշակույթ, կրթություն, արվեստ, սպորտ, մաքսիմում պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդ ծառայությունները ավելի մոտենան։ Եվ դրանք արտացոլված են ձեր ծրագրում, ձեր կուսակցության ծրագրում։ Այո, մեր կուսակցության ծրագրերում արտացոլված են, դրա մասին բազմաթիվ արդեն հայտարարություններ եղել են, ներկայացվել են, որ ինչ վերաբերում է դպրոցներին, մենք դեմ ենք դպրոցների փակմանը։ Մենք կողմ ենք բնակավայրերի զարգացմանը, մենք կողմ ենք սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրության խնդիրների լուծմանը, տարբեր ծրագրերի միջոցով, այդ թվում վերաբնակեցման, բնակարանաշինության ծրագրերի միջոցով։ Տիկին Յուլիան, Արցախյան վերջին պատերազմի օրերին եւ հատկապես 2023-ի բռնագաղթից հետո ձեզ քանիցս տեսել ենք բռնագաղթված արցախցիների հետ տարվող աշխատանքների առաջնագծում։ Բազմաթիվ ես օրինակներ ունեմ եւ հիշում եմ։ Եվ կարծում եմ դուք անձամբ տեղյակ կլինեք բռնագաղթված արցախցիների քանի ընտանիք է ներկայումս հանգրվանում Սյունիքում, ինչպես է գնահատում նրանց վիճակը Սյունիքում, ինչն է պակասում, ինչ պիտի անել, որպեսզի ինտեգրումը ավելի բարեհաջողուն մղվի, որտեղ դա ճիշտ է, ես Սյունիքյան մասշտաբով եմ հարցը կոնկրետացնում, բայց դա ամբողջ հանրապետության մասշտաբով լուրջ խնդիր է, բայց փորձենք Սյունիքի մասշտաբով ամփոփել։ Իմ փորձից ասեմ, հիմնականում արցախցիների հետ ինչքանով որ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել կամ իրենք են որևէ հարցով դիմել, հիմնականում երկու ուղղությամբ է մտահոգությունները։ Դա կեցության խնդիրն է բնակարանների ձեռբերման, որովհետև շատ-շատերը դեռևս քաղաքացիության խնդիր ունեն, դրանից բացի նաև օրինակ քաղաքում այն սերտիֆիկատների գինը բավականին ցածր է եւ օրինակ հատկապես 16 միլիոն դրամը 5 միլիոն դրամը մեկ շնչի հաշվով։ Այո, մեկ շնչի հաշվով, եթե մարդը միայնակ է, դժվարանում է այդ գումարով ձեռբերել բնակարան։ Երկու հոգի են եւս որոշակի դժվարություններ կան, այսինքն բնակարանային կեցության հարցերը թիվ 1 խնդիրն է։ Երկրորդը զբաղվածության հետ կապված հարցերը, որովհետև շատ-շատերը պետք է նոր մասնագիտություն ձեռք բերեն, միջավայրին ինտեգրվելու, այո, խնդիրներ կան եւ այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է պետք տանել։ Ու հատկապես մեր երկրում էլ այնպես չի, որ Հայաստանում գործազրկության բավականին բարձր մակարդակ կա, 1 միլիոնից ավել մարդ այսօր Հայաստանում աշխատանք է փնտրում եւ առավել եւս մեր հայրենակիցներն էլ Արցախից բռնի տեղահանված բախվում են այդ խնդրին, որովհետև առավել եւս չունեն կեցություն։ Եվ դուք ձեր ծրագրում ձեր քաղաքական ուժը նախատեսել է այդ հարցերի լուծումը։ Այո, մեր քաղաքական ուժը բազում ծրագրեր ունի, սկսած Արցախի բնակարանաշինությունից, այո, 20,000 մատչելի բնակարան, կոնցեպտը երևի թե արդեն իրազեկ եք, բայց եւս մեկ անգամ ես կարող եմ ասել, որ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ մենք վերցնում ենք ենթակառուցվածքների, այսինքն ջուր, լույս եւ մնացած այլ համակարգային լուծումները վերցնում ենք մեր ուսերին եւ մատչելի բնակարան ունենալու հնարավորություն են ունենում։ Այո, բնակարանային ապահովման ծրագրերից սկսած սոցիալական ծրագրեր, որոնք կարող են իրապես որակական փոփոխություններ բերել։ Եվ չեմ կարող չասել, մի շատ վտանգավոր միտում է Հայաստանում թևածում, պատմական հիշողության ուրացում, մեր փառապանծ նախնիների, մեր ծնողների արած դրածի ուրացում։ Իսկ Սյունիքը դարեր շարունակ ամուր է եղել հենց պատմական հիշողությամբ։ Ինչպես եք ձեր պատկերացմամբ կանգնեցնելու ուրացումի ամոթալի այդ շքերթը։ Գիտեք, մեկ անձի որոշումով հնարավոր չէ գենետիկ հիշողությունը ջնջել։ Հայաստանը երևի թե աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող երկիրն է
եւ նաեւ ցեղասպանության հետևանքով, որ ժառանգները այսօր աշխարհի տարբեր երկրներում են եւ գենետիկ հիշողությունը ջնջել հնարավոր չէ, պարոն Ալեքսանյան, պատմությունն էլ առհասարակ փորձեցուց է տալիս, որ չի ներում։ Այնպես որ սա օրակարգային հարց է, այս ուղղությամբ մենք պիտի աշխատենք եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր արժեքները պահպանվեն։ Եվ վերջին հարցը, Տիկին Յուլիան, ինչու պետք է Սյունեցի ընտրողը հավատա ուժեղ Հայաստան քաղաքական ուժին, ինչ երաշխիք կա, որ ձեր քաղաքական ուժի հիրավի գեղեցիկ կայծրագրեր են իրականություն կդառնան, որտեղ հատկապես նախընտրական շրջանում մենք շատ-շատերից շատ գեղեցիկ խոստումներ ենք լսում եւ այս պահին արդեն մենք տարիների փորձ ունենք, քանիցս խաբվել ենք եւ այսօր մեզ համար շատ կարեւոր է երաշխիքների հարցը։ Սկսեմ առաջնորդից Սամվել Կարապետյանից, ով իր ամբողջ գործունեության ընթացքում ցույց է տվել, որ իրապես գործի մարդ է եւ որևէ քաղաքական պաշտոն չզբաղեցնելով, լինելով ազգային բարերար, բավականին լուրջ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, ստեղծելով տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Գրեթե այդպիսի ոլորտ չկա, որտեղ ներդրումներ արած չլինի։ Մշակույթ, կրթություն, բոլոր ոլորտներում, եկեղեցապահպանություն, բոլոր ոլորտներում ներդրումներ է իրականացրել եւ սա հստակ ուղերձ է, որ գործի մարդ ունենք, ով պատրաստ է իր հայրենասիրությամբ որակապես փոխել այս երկիրը։ Ով արդեն ապացուցել է։ Այո, ապացուցել է գործով։ Մյուս կողմից, պարոն Ալեքսանյան, մենք ունենք երկընտրանք, իրավիճակ, որը առաջարկում է այսօրվա իշխանությունը, անորոշություն, անորոշ խաղաղություն, աղքատություն եւ ունենք մեկ այլ իրավիճակ Սամվել Կարապետյանի հետ ուժեղ եւ զարգացող ապագա, այնպես որ մեր ընտրությունը պիտի լինի անորոշության եւ զարգացման միջև։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր որ այս իրավիճակի հետ հաշտ են, բնականաբար իրենց ընտրությունը իրականացնելու են օրվա իշխանության օգտին։ Իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են փոփոխություններ, իսկ դրանք բավականին շատ են, մի քանի օր առաջ մենք տեսանք, թե ինչպիսի էներգետիկա կար, քանի տասնյակ հազար մարդ իր քաղաքական դիրքորոշումն արտահայտում էր Ազատության հրապարակում, այն մարդիկ, ովքեր իրապես ուզում են փոփոխություններ, ուզում են, որ Հայաստանը գնա զարգացման ճանապարհով, ուզում են, որ ունենա ուժեղ առաջնորդ, ուրեմն մեր քաղաքական թիմի օգտին պետք է քվեարկեն։ Շնորհակալություն Տիկին Յուլիան, շնորհակալություն, շատ հետաքրքիր հարցազրույց ստացվեց։ Ձեզ անձամբ եւ ձեր քաղաքական ուժին ես ցանկանում եմ հաջողություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, պարոն Ալեքսանյան, ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն մեզ հետևելու համար, մինչև նոր հանդիպում։